Քոչարյանը երկրորդ անգամ է փորձելու Փաշինյանից իշխանությունը վերցնել, բայց ի տարբերություն 2021-ի, երբ հավաստիացնում էր, թե հաղթելու է, այս անգամ երկրորդ նախագահի կարգախոսն է «Միասին կարող ենք», նա չի էլ թաքցնում իշխանափոխությունը հնարավոր է միայն այլ ուժերի հետ հետընտրական կոալիցիայով։ Այդ ճանապարհին քարոզարշավի առաջին կանգառը էջմիածնում էր, որտեղ Հայաստան դաշինքը հանրահավաք էր հրավիրել, Ռոբերտ Զարգարյանի հետ կապ հաստատենք։ Ողջույն Ռոբերտ, ինչ է ասում Քոչարյանը նախընտրական պայքարի առաջին օրը։ Բարի երեկո Կարլեն, այո, քարոզարշավը երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքը, առաջնորդած դաշինքը էջմիածնում սկսեց, հանրահավաք արեցին, ապա երթ սկսեցին, ինչը ամփոփվեց հենց մայրաթոռում էջմիածնի ընտրությունը խորհրդանշական էր, խոսում էին հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների արդեն շուրջ 1 տարի այդ գործողությունների մասին կաթողիկոսի հեռացման պահանջով քաղաքական դեմքերի պատգամավորների նաև Քոչարյանին միացած այլ անձանց ելույթներից հետո նոր միայն բեմ բարձրացավ Ռոբերտ Քոչարյանը, նրա ելույթը կարելի է պայմանական երկու մասի բաժանել, առաջին մասում անվտանգային հարցերի անդրադարձավ, օրինակ պնդեց, որ Երևանում Եվրամիության առաջնորդներին հրավիրել է մասնավորապես Զելենսկու ժամանումը Երևան եւ նրա կողմից արված հայտարարությունները ըստ Քոչարյանի արկածախնդրություն են, նա խոսեց, որ իրենց անվտանգության մոդելը ուժեղ դաշնակից ունենալն է, իսկ արևմուտքի հետ միայն պետք է բալանսավորված հարաբերություններ ունենալ, թե ինչ էր խոսում Քոչարյանը այս թեմաներով առաջարկում եմ հիմա դիտել։ Վերջի եվրոպական համայնքի ժողովը Հայաստանում Զելենսկու հրավիրել այդ ժողով սադրիչ հայտարարությունները, որոնք եղան այստեղ, սա կրկնեմ, նորից մեզ փորձում են ներքաշել մի նոր արձակախնդրության մեջ։ Եվ ինչի համար են սա անում, Մակրոնին դուր գալու համար, թե կան ավելի խորքային պատճառներ։ Կա երկու պատճառ։ Առաջինը, չունեն ասելիք, որովհետև ձախողել են բոլոր խոստումները եւ հիմա գտել են այդ պատերազմի սպառնալիքը, որով պետք է համոզեն մեր ժողովրդին վերընտրվելու համար։ Եվ երկրորդը, ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ մեկ պատճառով նաեւ, որ եվրոպացիք աչքեր փակեն այն ամեն ինչի վրա, ինչ կատարվում է այսօր Հայաստանում։ Մենք այս ամեն ինչին ասում ենք ոչ։ Եվ մենք առաջարկում ենք մեր անվտանգության մոդելը։ Ժամանակակից եւ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից։ Ուրիշ մոդելներ, մարդկությունը դեռ չի հորինել։ Մենք ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի հարատևելի եւ երաշխավորված։ Երաշխավորված եւ երաշխավորներ պետք է ունենան։ Չի կարող անվանվել խաղաղություն մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված է մեկ մարդու կմաչույքի հետ։ Սա խաղաղություն չի, սա ստորացում է, սա նվաստացում է, եւ մենք թույլ չենք տալու դա։ Կարլեն, իսկ Քոչարյանի արդեն տնտեսական քաղաքականության վերաբերյալ արված հայտարարությունները կոնկրետ ինձ մոտ հարցեր առաջացրեցին, նախ օրինակ նա պնդեց, որ Հայաստանի իշխանությունները վտանգում են երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, դե գիտենք, որ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից հետո այդ խոսույթը Կրեմլից հաճախ է լսվում, եւ Քոչարյանը մի այսպիսի պնդում արեց, ասաց, որ հայաստանցիների բարեկեցության 80%-ը ապահովում է հենց ԵԱՏՄ շուկան, թե նա այս պնդումը եւ այս տվյալը, որ
հարթակից էր վերցրել եւ ինչ հետազոտություն կա սրա տակ, ամեն դեպքում ինձ հայտնի չէ, նա չասաց թե այս թիվը որտեղից էր վերցրել, նաեւ պնդում արեց թե ինքը չի եղել մի խոստում, որը ինքը տվել է ու չի կատարել, սակայն րոպեների ընթացքում կարողացան գտնել 2003 թվականին նրա նախընտրական քարոզարշավի դրույթները, օրինակ այն ժամանակ խոստանում էր տարեկան 30-ից 50 հազար աշխատատեղ ստեղծել, սակայն գտանք, որ 2007-ի ավարտին արդեն նրա նախագահության երկրորդ շրջանի վերջում Հայաստանում աշխատատեղերի թիվը դեռ մի բան էլ ավելի քիչ է եղել, թե ինչ հայտարարություն արեց տնտեսության հետ կապված, հիմա դիտենք։ Մեր նպատակը ունենալ արդյունավետ պետություն, վերականգնել արդյունաբերություն, ունենալ զարգացած գյուղատնտեսություն։ Ժամանակի ես ցույց եմ տվել, որ հնարավոր է այս ճանապարհով շարժվել։ Եվ այսօր հնարավորությունները ավելի մեծ են եւ հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել, մեկ նոր ներդրում արդյունաբերության ոլորտում։ Հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան մենք ունեցել ենք անցած անգամ, անցած իմ նախագահության ժամանակահատվածում։ Այսօր կա հսկայական շուկա, ԵԱՏՄ-ի շուկան։ Մենք ստե կարող ենք արտադրել եւ սպառում ունենալ այդ հսկայական մեծ շուկայում։ Բայց ինչ է անում այսօր իշխանությունը։ Վտանգի տակ է դնում հենց այդ հնարավորությունը։ Վտանգի տակ է դնում մեր ԵԱՏՄ-ի անդամակցությունը։ Հաշվի չի առնում այն հանգամանքը, որ մեր բնակչության 80%-ի բարեկեցությունը զգալի չափով կախված է այդ շուկաններից, այդ հարաբերություններից։ Մենք սա եւս մերժում ենք։ Մենք պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք եւ Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ երբեք չփորձենք խաղալ իրենց հակասությունների վրա։